Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, այցի մեկնարկին նա հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Արուշանյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա սոցիալական, տնտեսական եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը։ Պաշտպանն ընդգծել է, որ առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետեւողական գործակցության միջոցով։ Պաշտպանը նաեւ եղել է Վիննետ Գորի զարգացման հիմնադրամում, որտեղ անդրադարձ է կատարվել կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ու սոցիալական զորեղացմանը, նաև բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։ Հիմնադրամի շահառուները բարձրաձայնել են սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիության, զբաղվածության հնարավորությունների, կրթական ծրագրերի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ հարցեր։ Շատ կարևոր էին հարցադրումները, որոնք այդ թվում վերաբերում էին հենց անձանց սոցիալ-տնտեսական տարատեսակ իրավունքներին, դարձյալ ավելի շատ սոցիալական խնդիրներ էին քաղաքացիներ այդ շահառուները կազմակերպությունում բարձրաձայնում, դրանք էլ բոլորը ըստ իրավասության հասցեավորվելու են եւ հետեւողական աշխատանք է դրանց առնչությամբ իրականացվելու։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև Գորիս քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, զրուցել նրանց հետ եւ լսել բարձրացված խնդիրները։ Հիմնարար հարցը, որ այս առնչությամբ ես անմիջապես այցից հետո բարձրաձայնել եմ, Գորիս քրեակատարողական հիմնարկի շենքային պայմաններին առնչվող հարցն է, որովհետև ես որպես մարդու իրավունքների պաշտպան պետք է արձանագրեմ, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն բավարարում միջազգային չափանիշներին։ Իհարկե խնդիրը մեկօրյա լուծում ստացող խնդիր չէ, որովհետև շատ երկար տարիներ ըստ էության այս առնչությամբ աշխատանքները չեն եղել այնպիսին, որպեսզի այսօր մենք ունենանք պատշաճ միջավայր, հատկապես շենքային պայմանների հետ կապված, եւ նաեւ պարբերաբար պետական մարմինները տեղեկացնում են այս փուլում առկա նախաձեռնությունների մասին։ Ուրախ եմ շատ, որ կան նախաձեռնություններ շենքային պայմանները բարելավելու հետ կապված եւ նաեւ մի քանիսը արդեն իսկ իրականացված էին։ Այցի ընթացքում Մանասյանը հանդիպել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարզում առկա ջրամատակարարման, գազաֆիկացման, սեփականության իրավունքի իրացման, դպրոցաշինության եւ սոցիալ-տնտեսական այլ հարցեր։ Երկկողմ ճիշտ համագործակցություն կա Սյունիքի մարզպետի աշխատակազմի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև եւ ամենօրյա ռեժիմով կա համագործակցություն, աշխատանք, ինչն էլ տալիս է իր արդյունքները, թե Տիկին Մանասյանի անհատական ջանքի եւ թե ինստիտուտի ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք իրականում ունենում ենք լավ պատկեր։ Ես հստակ եմ, որ մարդու իրավունքները դա կարևորագույն օղակներից մեկն է, որը պետք է պահել միշտ ուշադրության կենտրոնում եւ դրա էֆեկտիվությունը պայմանավորված է ուղղակի մարդու իրավունքների պաշտպանի հետ սերտ համագործակցությամբ։ Պաշտպանը եղել է նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում եւ Առաքելություն Հայաստան կազմակերպության արծվաբույն տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնում։ Ուսումնասիրվել են բուժառուների եւ խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների ապահովման պայմանները, ծառայությունների հասանելիությունը, սոցիալական ներառման հնարավորություններն ու աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնված լինի արժանապատվության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների վրա։ Այստեղ եւս պիտի առանձնացնեմ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտության հարցը։ Իհարկե պետական մարմինն անմիջապես տեղեկատվություն է մեզ փոխանցել, որ այս պահին էլ մեր բարձրաձայնած հարցերի արդյունքում իրենք ունեն նախաձեռնություններ շենքային պայմանները բարելավելու հետ կապված։ Սա ես շատ գովելի եմ համարում, բայց մեկ անգամ եւս շեշտում եմ, որ հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա։ Սյունիքում աշխատանքային այցի ընթացքում պաշտպանը եղել է նաև Մեղրիում համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկել երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների եւ սոցիալ-տնտեսական ոլորտի հարցեր։ Մանասյանն այցելել է նաև Հայաստանի պետական սահմանի ագարակ անցման կետ, քննարկել սահմանահատման գործընթացներում մարդու իրավունքների ապահովման, միջազգային պաշտպանության կարիք ունեցող եւ ապաստան հայցող անձանց իրավունքների հարցերը։ Մեկ շաբաթյա այցի ընթացքում պաշտպանը եղել է նաև Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասում։ Ուսումնասիրվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, բուժ ծառայության վիճակը, սննդի որակը եւ զինծառայողների իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցերը։ Պետք է այս համատեքստում հատուկ ընդգծեմ նաև այն մշտական քննարկումը, որ ունենում եմ զինված ուժերի գործընկերների հետ, մասնավորապես ինքնասպանությունների եւ ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, բարոյահոգեբանական պատշաճ միջավայրի երաշխավորման տեսանկյունից կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը եւ իրավասու մարմնի քաղաքականությունը պետք է լինի շատ համալիր եւ անընդհատ։ Այցի վերջին օրը Անահիտ Մանասյանը հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, քննարկվել են երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նաև համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր։ Մենք մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկեցինք ուրեմն մարդկանց սոցիալական անվտանգության եւ պաշտպանության հարցերը եւ ավելի շատ կփորձենք կենտրոնանալ սոցիալական պաշտպանության վրա, սոցիալական իրավունքների իրացման վրա։ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը պաշտպանն ամփոփել է ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Քննարկվել են հավաքագրված խնդիրներն ու դրանց հնարավոր համակարգային լուծումները։ Մարզային այցերն իմ ամենօրյա գործունեության մասն են կազմում եւ դրա հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ խնդիրներին, տեղում լսել մարդկանց եւ դրա միջոցով բացի գրասենյակային աշխատանքի շրջանակներում պարզապես թղթային ձևաչափով խնդիրներին ծանոթանալուց նաեւ հենց մարդկանցից լսել խնդիրները, որովհետեւ միանշանակ է, որ դրանք ավելի մեծ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն քանակի խնդիրներ տեսնել եւ նաեւ ավելի մեծ հնարավորություն են տալիս դրանց ծավալը գնահատել ու լուծումները դարձյալ գնահատել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։